Եկեք այսօր շատ բարձ եւ իրակորձերի քայլերի մասին խոսեմ, թե ինչպես կարող եք դուք կարգավորել ձեր քնի ռեժիմը։ Սկսեցինք։ Մի փորձեք միանգամից շուտ քնել։ Ամեն օր 15 կամ 30 րոպե փորձեք շուտ քնել եւ այսպիսով կամաց-կամաց կհասնեք ցանկալի ժամին։ Նույնիսկ եթե ուշ եք քնել, փորձեք ամեն օր նույն ժամին վեր գնալ, սա ամենակարևոր քայլերից է օրգանիզմի ժամացույցը կարգավորելու համար։ Քնելուց մի ժամ առաջ խուսափեք էկրաններից, սոցցանցերից եւ ֆիլմերից։ Լույսը խանգարում է քնի հորմոնին մելատոնինին։ Փորձեք ժամը 16:00-ից հետո կրճատել սուրճը, կոֆեինը եւ էներգետիկ ըմպելիքները։ Ամեն երեկո փորձեք նույն սովորությունները անել՝ գիրք կարդալ, տաք լոքան ընդունել եւ հանգիստ երաժշտություն լսել։ Սա ուղեղին ասում է պատրաստ է օրգանիզմը քնելու։ Օրվա ընթացքին թեթև ֆիզիկական ակտիվությունը, օրինակ քայլելը, շատ օգնում է երեկոյան հանգիստ քնելու։ Եվ վերջապես խուսափեք քնելուց առաջ լարված խոսակցություններից եւ կամ ծանր մտածողություններից։ Եվ եթե կարծում եք, որ այս բոլոր կետերը, որ նշեցի, դժվար է կատարել ամեն օր, դուք կարող եք դիմել ինձ ու ես սիրով կօգնեմ ձեզ կամաց կարգավորել ձեր քնի ռեժիմը որպես սննդի խորհրդատու եւ որպես առողջ ապրելակերպի քոչ։